Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթոք Հալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ համազրույցի հյուրն է Վաչե Թամրազյանը, ով զբաղվում է ֆինանսների հարցերով, իրավունք եւ ազատություն հասարակական կազմակերպության փոխնախագահն է, վերլուծաբան, շնորհակալություն Վաչե ջան հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ առաջին հարցը ուզում եմ խոսել այսպես ասած կրիպտո արժույթներից, քանի որ վերջին օրերին շատ աղմուկ բարձրացավ նաև այս դաշտում 1.6 միլիոն մարդու մասին խոսում են, որ սնանկացավ, հիմա սնանկացել է թե չէ դուք ավելի մանրամասն կբարձաբանեք ինչ է տեղի ունեցել, որովհետև առասարակ այս կրիպտո շուկայի դաշտը ինչ են ասում, սա չկարգավորվող է ըստ էության, չէ՞, հիմնական խնդիրը դա է, որ վերահսկողություն չկա, չնայած հիմա փորձում են իհարկե, հա, մեծ պետությունները այսպես ասած լծակներ դնել գործարքների համար, գիտենք որ գախնի, անանուն է սա, այն դրական, հա, կողմերի իմաստով, բայց իհարկե կան նաև բացասական կողմերը, նույն ինչպես նշվում է վերահսկողության դաշտի մասին են ասում, եւ իհարկե օրենսդրական ընդհանուր անորոշություն կա այս դաշտի հետ կապված որոշակի, հիշում ենք, լավ, խոսեք այս մասին, ուզում եի ընդհանրապես օրինակը բերել Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության, գիտեք պատժամիջոցները, որ Կամբոջայում էլի էս բիտքոինի, հա, շուկայի թնջուկի հետ կապված եղան, խնդրեմ ներկայացրեք։ Դուք ճիշտ ասացիք, որ շատ բարդ կարգավորվող ոլորտ է, բայց դրա պատճառը կայանում է նրանում, որ ոլորտը ապակենտրոնացված տեխնոլոգիաներին է վերաբերվում։ Իսկ ինչը վերաբերվում է նրան գաղտնիության մասին նշեցիք, գաղտնիություն կա, բայց կա նաև թափանցիկություն։ Այսինքն ամեն դեպքում բլոկչեյնը ինքը հետագից ունեցող տեխնոլոգիա է, որին կարելի է հետևել։ Ամեն դեպքում այո ճիշտ եք ասում, որ ներկա պահին կրիպտոարժույթների ոլորտը կարգավորված չէ։ Շատ թերություններով, դեռ ամբողջ աշխարհը առաջի կարգավորումներն են ընդունում, դեռ փորձի վրա հիմնված երկար տարիներ փոփոխություններ են արվելու այդ կարգավորումներում։ Իսկ մենք կրիպտոարժույթների ոլորտի ներկայացուցիչներս պետք է ձգտենք հնարավորինս ապահովենք այդ ոլորտի տեխնոլոգիաների ազատությունը, էլի, որտեղ ցանկացած regulation, ցանկացած կարգավորում ամեն դեպքում սահմանափակում է տեխնոլոգիան եւ սահմանափակում է տնտեսությունը։ Այդտեղ պետք է մի sense ոսկե միջինը գտնես, որ համ անվտանգային մարտահրավերներին ռիսկերը կարելն է չզուգացնել, միևնույն ժամանակ կարգավորումներով եւ բյուրոկրատիայով չճնշես էլի ոլորտը։ Ինչը վերաբերվում է դուք խոսեցիք լիկվիդացիաների մասին հավանաբար, որ 1.6 միլիոն մարդ կորցրել են։ Իրենց միջոցները կարծես։ Իրականում ոչ թե 1.6 միլիոն մարդ, այլ 1.6 միլիոն հաշիվներ։ Այսինքն դա կարող է լինի մի հոգու մի քանի հաշիվներ կամ ինչ որ ինստիտուցիաների հաշիվներ, պարտադիր չի էլի, դա մարդ լինի, 1.6 միլիարդ նշեցիք։ Միլիոն։ Դա այդ երևույթը տեղի ունեցավ մոտ ամսի 11-ի գիշերը, եթե չեմ սխալվում, կոչվում է լիկվիդացիաներ եւ դա աշխարհում ռեկորդներ։ Ընդ որում այդ ռեկորդը 5 անգամ ավելի բարձր էր նախորդ ռեկորդից։ Դրանից առաջ մոտ, եթե չեմ սխալվում, 3 միլիարդի լիկվիդացիա էր տեղի ունեցել մեկ ժամում, այս անգամ, եթե չեմ սխալվում, 5 անգամ ավել։ Ինչա այդ լիկվիդացիաների երևույթը, ինքը շատ հետաքրքիր երևույթ է, որի մասին ես ուզում եմ խոսեմ։ Դա պարզապես մի հատ ֆինանսական մանիպուլյացիա չի, որի ընթացքում մարդիկ իրենց գումարներն են կորցնում։ Դա մի երևույթ է, երբ շուկայում բազմաթիվ մասնակիցներ, մեծ քանակի մասնակիցներ, մեծ քանակի ֆինանսական ծավալներով կոպիտ ասած սխալվում են։ Պետք է հասկանաք ինչ նշանակում լիկվիդացիան։ Լիկվիդացիան հետևյալն է, որ երբ դու գնում ես մի ակտիվը, օրինակ բիտքոինը $100,000 ու վախենում ես, որ այդ ակտիվը հանկարծ կարող է շատ ընկնի, եւ շուկայում տեղադրում ես ավտոմատ հրաման, օրինակ $90,000 կուրսի վրա, որ եթե հասնի գինը 90,000-ի, ավտոմատ վաճառվի։ Այսինքն դու ըստ էության թեորետիկ դու գնում ես 100,000-ով եւ պատրաստ ես վաճառել 90,000-ով, այսինքն ավելի էժանով։ Հենց լիկվիդացիաների process-ը հենց դա է, երբ գինը մոտիկանում է քո այդ դրած գնային հրամանին, դու ես վաճառում, իսկ ինչքան շատ են վաճառողները, այնքան գինը ավելի շատ է ընկնում։ Եվ այդ ծնագնդի էֆեկտով այդ անկումը տեղի ունենում եւ դա ընդհանրապես ժամերի ընթացքում կարող է տեղի ունենալ ու այդպես է լինում է, էլի, ժամերի ընթացքում այդպիսի կտրուկ անկումներ են ունենում, սենց կտրուկ անկում շատ երկար ժամանակ է չեղել, թե ծավալների առումով, թե թայմինգի առումով, դեռ շատ կարճ ժամանակում շատ կտրուկ ընկավ։ Քանի տոկոս է այդ դեպքում։ Եթե չեմ սխալվում 20%-ից ավել, հա։
մոտ 20% կամ 18 երևի տենց։ Դա բավականին մեծ է, հատկապես Bitcoin-ի համար, որովհետև Bitcoin-ը արդեն աշխարհի top 10 ակտիվների մեջ է մտնում, ինքը արդեն օրինակ ոսկու կապիտալիզացիա մոտ 15 տրիլիոն է, եթե չեմ սխալվում, Bitcoin-ին արդեն 4-ից ավել, այսինքն Bitcoin-ը մոտի Apple-ին անցել է, Nvidia-ին անցել է եւ անցնում է նաեւ խոշորագույն, լրջագույն ակտիվները։ Դա այդպես ու նման իրավիճակներ իրականում Ethereum-ը 800 միլիարդի կապիտալիզացիա ունի, ես կարող եմ Հա, ոչինչ, եթե մի փոքր տատանվենք, այդ կոնկրետ չեմ հիշում, հետո անդադ տատանվում են, բայց Ethereum-ը նույնպես ինքը շատ Tesla-ի չափ է կապիտալիզացիայով, Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի։ Ու ամենահետաքրքիրն է, որ նման իրավիճակները դեռ բազմաթիվ անգամներ դեռ իսկ թվում է 17-րդ դարից, 16-րդ դարից եղել են, երբ ինչ-որ մի ակտիվ կտրուկ աճում է, հետո ավելի կտրուկ ընկնում է, օրինակ առաջին օրինակը, որը ես գիտեմ, դա Նիդերլանդներում է տեղի ունեցել։ Նիդերլանդների Ամստերդամի ֆոնդային բորսան աշխարհի առաջին ֆոնդային բորսան է, որը երբևէ հիմնադրվել է, եւ հենց այդ ֆոնդային բորսայի շնորհիվ է, որ Նիդերլանդները դարձել է առաջին իմպերիան, որը ունեցել է գաղութներ բոլոր մայրցամաքներում, այնտեղ եղել է նիդերլանդական արևելահնդկական ընկերությունը, որը եղել է աշխարհի առաջին ընկերությունը, առաջի բաց բաժնետիրական ընկերությունը, որը եղել է ֆոնդային բորսայում։ Եվ նրանք, ինչ հետաքրքիր բան է, այսօր մեր մոտ կրիպտոառույթներ կամ բաժնետոմսեր, իրանք առևտուր էին անում կակաչների սոխուկների։ Ու այն ժամանակ կակաչների այդ սոխուկների գները, որոշ հատուկ տեսակի սոխուկների գները անգամ հասել են այնպիսի գների, որ այդ նույն գումարով դու կարող ես տուն առնել Ամստերդամում մեկ սոխուկի գինը, պատկերացեք, այդպիսի մարքեթ շուկայական այդպիսի փուչիկ ա եղել եւ այդ փուչիկը գմփալուց հետո այնտեղ բավականին երկար 40 տարեանոց կրիզի սկսեց, այդ ընթացքում տեղի ունեցավ անգլո-հոլանդական երրորդ եւ չորրորդ պատերազմները, որի ընթացքում Հոլանդիան սկսեց կորցնել իր իմպերիայի ստատուսը եւ դա զիջեց բրիտանական կայսրությանը։ Նման դեպք նաեւ եղել է մի քիչ ավելի մեծ մասշտաբի դեպքեր են սրանք, բայց նույն օրինակներն են 2008 թվականի ֆինանսական կրիզիսի ժամանակ, 1999 թվականի dot-com bubble-ի ժամանակ ԱՄՆ-ի։ Երբ նոր պատերազմներ կանխատեսում եք այս կոնտեքստում, որ կրիպտոարժույթների համար արդեն կարող է գնալ։ Մենք տեսնում ենք տնտեսական պատերազմները Միացյալ Նահանգներ, Չինաստան օրինակ, բայց կոնկրետ կրիպտոարժույթների հողի վրա մի փոքր դժվար է, էլի։ Արժույթների հողի վրա գիտեք, ես որոշակի կորելացիա տեսնում եմ։ Հա, կրիպտոյի արժեթղթերի շուկայի եւ ասենց ասեմ, ոչ թե պատերազմների, այլ համաշխարհային լարվածության։ Ես կորելացիա տեսնում եմ։ Տեսնում ենք մի նախագահի թվիթով ոնց կարող է էլի իրավիճակը փոխվել։ Հա, բայց որ ասեմ կոնկրետ կապը կարամ ներկայացնեմ, չեմ կարող։ Բայց որոշակի զուգադիպություններ լինում են։ Միացյալ Նահանգներ եւ Միացյալ Թագավորության պատժամիջոցները ես պատահական չհիշատակեցի, որտեղ Իդեպ ես երեք չեմ դա նոր։ Այո, ասում եմ, որովհետեւ գումարները այդպես լանդրոմատի մեջ են, ըստեյության լվանում են փողերը, լվացկատան մեջ է խառնված եւ իհարկե այս թնջուկի հարցը լուծելու համար, որպես ասում են 15 միլիարդ դոլարի, բիտքոյնի 15 միլիարդի այդպես էին, հա, ասում, արգրավել է կոնկրետ այս պատժամիջոցների հետևանքով էլի։ Եվ ինչն է ասում, որ հետագայում այդ տոկոսները ընկավ Հայաստանում էլ այ բիտքոյնի դաշտը մենք չենք հասկանում ինչպիսի կարգավորումների տակ է, կարծեք ուզում եք կառավարությունը մի քանի շաբաթ առաջ նույն պատմություն տեղի Գորշ կրիպտո հետ FTN շուկայի հետ կապված, որը soft construct-ի token-ն է, ըստեյության fast-x-ի token-ն է, նույն պատմությունն էլ դա է, էլի, այսինքն մի ակտիվը, որ sense անոմալիայի պես անդադ աճում է, անշուշտ գալու է մի օր, երբ անկում է տեղի ունենալու։ Նման սիտուացիաներ են։ Կառավարության որոշմանը կարծեք թե 2026 թվականին նախատեսվում է, որ պիտի ընդունվի այդ նախագիծը, որ գորշ կրիպտոգործարքները սոցիալ Հայաստան տարածքում պիտի արգելվեն, գիտեք երևի թե դրա մասին։ Ահա, ձեր մոտեցում նաև այդ հարցի մասին ուզեմ, այս բլոկը ավարտեմ։ Շատ դժվար է ինչ որ քանի դեռ այլընտրանք չկա, իսկ այդ տեխնոլոգիայի վերաբերյալ ինչ որ այլընտրանքային նախագիծ մշակելու համար շատ պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր, ես չեմ կարող դեմագոգիա կլինի, եթե ես կոնկրետ կարծիք ասեմ, որ չէ, պետքա սենց անեն։ Անշուշտ աշխարհի փորձին հետևելով ես ուզում եմ ասել, դե պետքա ամենայն դեպս օրինակ վերցնել ոչ թե Եվրոմիության միկա ռեգուլյացիայից են իրանք օրինակ վերցրել, անշուշտ պետքա ոչ թե դրանից վերցնել, այլ օրինակ ԱՄՆ-ի Genius Act-ից։
բայց հասկացեք օրենսդրական նախաձեռնությունը դա նաև իրավաբանական, իրավագիտական աշխատանք է եւ ոչ միայն էլի տեխնոլոգիաների հետ կապված, բայց անշուշտ այս նոր ռեգուլյացիան սահմանափակելու է տեխնոլոգիան։ Շատ բարի, անցնում ենք կատարում հաջորդ խնդրին, դա աշխարհում ըստեյության լիբերալիզմի եւ ժողովրդավարության ըստեյության ճգնաժամն է, որ առկա է վերջին տարիներին, տեսնում ենք, հա, բռնապետությունները, ինչպես են իրենց ազդեցությունը տարածում այդ թվում մեր նման երկրների վրա, հա, ուզում եմ հասկանալ ձեզ ինչով է պայմանավորված եվրոպացիներից կարծեք թե մենք պահանջում ենք, որ իրենց արժեքներին ավելի հավատարիմ լինեն, հետևողական լինեն եւ այլն, ընդհանուր արևմտյան աշխարհակարգ այսպես կոչված, հա, որը որ գոնե թե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդպես էր տպավորությունը, հիմա ասես ինչպիսի փոփոխություններ կա նաեւ աշխարհակարգի մասով։ Միաբևեռ է աշխարհը, դա եմ ուզում հասկանամ եւ նաեւ լիբերալիզմի այս ճգնաժամը։ Հա, ես ձեր հարցի մեջ մի բան չհասկացա, մենք պահանջում ենք եվրոպացիներից, որ հավատարիմ լինեն իրենց արժեքներին։ Ըստ էության, եթե այսօր Հայաստանին դիմադի շրջանակներին դուք հետևեք, իրենք մոտավորապես այդ պահանջով հանդես են եւ Եվրամիության դեսպան եւ Միացյալ Նահանգների, որ այնուամենայնիվ կան խաղաբանտարկյալներ, հա, մարդու իրավունքների ոտնահարումներ, լրագրողների նկատմամբ աննախադեպ քրեական գործեր եւ այլն, սա իրենց վերած փաստարկներ են եւ ըստ էության այն ինստիտուտները, որոնք պետք է լինեն, դա Եվրամիությունն է, Միացյալ Նահանգները, ժողովրդավարության բաստիոն եւ այլն, խնդրեմ։ Այո, իրականում կա տենց բան, բայց այդ պահանջը մի քիչ այդքան է նշանակալի չի, էլի, որ ասենց համընդհանուր ինչ որ պահանջ կա, որ եվրոպացիները հավատարիմ մնան իրենց արժեքներին։ Չէ, ես չասացի, որ համընդհանուր է, բայց կա այդ որոշակի անդիմադիրների կողմից Հայաստանում այնուամենայնիվ դժգոհությունը կա եվրոպացիներից։ Հա, կա դժգոհություն ու ես դրա բացատրությունը մի քիչ շատ գլոբալ եմ տեսնում եւ ոչ կարճաժամկետ կոնտեքստում պետք է հասկանալ որ աշխարհում գոյություն ունեն բիզնեսի տնտեսության եւ հետեւաբար նաեւ քաղաքակրթական ցիկլներ իմ գնահատականով Եվրոպան եւ արևմուտքը գլոբալ առումով գտնվում են իրենց ցիկլի երկրորդ կեսում կամ արդեն մոտիկանում են կոլապսի մի փուլին, որից հետո անշուշտ կսկսվի նոր ցիկլ, նոր բարգավաճում, հետո էլի պիկ, հետո էլի կոլապս, ամբողջ աշխարհը այսպես է շարժվում ու ոչ միայն Եվրոպան, էլի, նույն Չինաստանը, եթե մենք դիտարկենք, մոտ 200-ից 400 տարին մեկ, այնտեղ մի դինաստիա է հայտնվում, ծաղկում, հարստանում, ընդ որում մարդկության պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ Չինաստանը կազմել է ամբողջ համաշխարհային պատմության, ամբողջ համաշխարհային տնտեսության 40%-ը։ Մենակ Չինաստանը առանց այնտեղ Տիբեթի, առանց Սինձյանի, մենակ այդ Չինաստանը իրանց հարթավայրով դա բնակչության խտության պատճառով է նույն փուլում գտնվում է նաև Եվրոպան եւ ԱՄՆ-ն, որովհետեւ իդեպ այդպիսի մի ասացված կա, եթե ես չեմ սխալվում, Ամերիկայի Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխերից մեկն է դա ասել, որ ուժեղ մարդիկ ստեղծում են լավ ժամանակներ, լավ մարդիկ ստեղծում են բարդ ժամանակներ, բարդ ժամանակները ծնում են թույլ մարդկանց, թույլ մարդիկ ստեղծում են բարդ ժամանակներ, ոնց որ խառնեցի կորելացված են իրար հետ, հա, մեկը, հա, հասկանալի։ Երբ ապահովված է մարդը, նրա հոգսերը ավելի քիչ են, հետեւաբար մոտիվացիան նույնպես քիչ է։ Մենք այդ նույնը տեսնում ենք ոչ թե անհատների տեսքով, այլ հասարակության քաղաքակրթության տեսքով։ Մենք տեսնում ենք, որ 2000-ականների սկզբին առնվազն չնայած կրիզիսների, բայց արևմտյան աշխարհը գտնվում է շատ բարգավաճ, հարուստ եւ համաշխարհային մի դոմինացիայի վիճակում, առնվազն տնտեսական, բայց նաև իդեոլոգիական եւ աշխարհակաղակական, բնական է, որ այդ ինչեւ Պուտինը որոշեց խառնել աշխարհը, այո, Մյունխենյան իր հայտնի ելույթից սկսած են, ինքը չորոշեց, որ խառնի աշխարհը, ինքը օգտվեց այդ տենդենսից, աշխարհի զարգացման թուլացման տենդենսից, չէ՞ որ օրինակ 2010-ականների առաջի սկզբին Չինաստանը բումի մեջ էր, իսկ ԱՄՆ-ն հարաբերական ստագնացիայի տնտեսական, իսկ նրանք նայում են այդ տնտեսական, իրենք տեսնում են այս X երկիրը 5 տարի հետո ինչա լինելու, Y երկիրը 5 տարի հետո ինչա լինելու։ Մտածում եք, որ Պուտինը այդպես տնտեսական հաշվարկներ է իրականացնում, ինքը տնտեսության պակառուցումը նույն այսօր իր պատերազմները, որը որ վարում է։ Ոչ միայն տնտեսության։ Մենք տեսնում ենք, որ իր ռազմական ռեսուրսների վրա Պուտինի հարձակումը Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա դա ինչ է։
Դա ագրեսիա է, դա ֆաշիզմ է, դա ցեղասպանություն է, դա ահաբեկչություն է եւ այսպես շարունակկարող ենք ասել։ Դա Եթե մենք մոտեցում է, ավելի կոնկրետ։ Ինչ է, ինչ նպատակ ենք հետապնդում դա պատերազմ արևմտյան աշխարհակարգին։ Իմ Բախի չի պատերազմում բուն արևմուտքի հետ։ Որովհետև ուժերը չի ներում արևմուտքի դեմ պատերազմելու, որովհետև խնդիր ունի ԽՍՀՄ վերականգնել, որովհետև Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր իրենց պատկերացնում են ԽՍՀՄ-ի սուբյեկտներ եւ միութենական պետության անդամ մարդիկ, ովքեր պաշտպանում են Պուտինի տեսակետները եւ մինչեւ հիմա SVO են անվանում, ուրեմն Ուկրաինայում Ռուսաստանի, այսպես ասած, պատերազմը սանձազերծած, որովհետև Ռուսաստանը իրականացնում ունի, ուրեմն հիբրիդային պատերազմ է վարում նաեւ այդ երկրներ, փորձում է ծայրահեղ աչականներին, գիտեք, վերել իշխանության այդ նացիստական գաղափարախոսության ուժերին է սատարում, որովհետև խառնում է ամբողջ Եվրոպան ներսից, որովհետև իր պետությանը ներսում չի կարողանում ապահովել նավթով եւ գազով, հա, գնում են, չգիտեմ, արևի տակ են իրենց ջուրը տաքացնում, ասենք, որ իրան կարողանան լողալ, բայց այդպես իբրև թե մյուս պետություններին մատակարարում է եւ այլ։ Խնդրեմ, դուք կարող եք ձեր տեսակետը ներկայացնել։ Ես միշտ փորձում եմ իրավիճակը վերլուծել անձերից զատ։ Եթե ըստ քեզ Ռուսաստանն է։ Ըստ ձեզ, եթե չլիներ Վլադիմիր Պուտինը, լիներ օրինակ Պողոս Պողոսյանը Ռուսաստանի նախագահ։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Պողոս Պողոսյանը կլիներ Ռուսաստանի նախագահ, բայց եթե նա, ասենք, Եդինայա Ռոսիայից մեծ ուրիշ մարդ, դա այս սցենարով չէր գնա։ Ռուսաստանի մոդելը դա այն պետությունն է, որը որ կգնար միանշանակ այս սցենարով։ Այստեղ Վլադիմիր Պուտինը այդ համակարգի մաս է։ Այդ այն համակարգն է, որի ծնունդը անխուսափելի է դարձել։ Որն է պատճառը, որ Ռուսաստանը այդպիսի համակարգ ունի։ Որովհետև դա չարիքի կայսրությունն է, որովհետև իդեմս Ռուսաստանի վերածնվել է չարիքի կայսրությունը, որովհետև արևմուտքը զբաղված էր Ռուսաստանի սիրաշահելով տարիներ շարունակ, այդ ձեր ասած այդ աճը, որ արևմուտքը եւ քաղաքը չէր հասկացել, որ Ռուսաստանը չարիքի իմպերիան է։ Հենց դա որ չէր հասկ։ Ես նույնիսկ մի բան էլ ասեմ, անցյալ անգամ իմ հյուրերից շատ մեկ է դու ասում եմ 90-ականներին այստեղ եկել են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների Միացյալ Նահանգների պաշտոնյաներ, իրենք արդեն խորհրդային միությունը փլուզվում է, այդ ընթացքի մեջ է ասում, իրենք չեն հասկանում Միացյալ Նահանգներից, ասում են ոչ միացյալ բան խորհրդային միությունը դեռ կա, հանդիպումներ են ունեցել եւ իրենք դա, այսինքն այս պատկերացումը Ռուսաստանի չարիք լինելու արևմուտքը ամբողջովին չի գնահատել արդարել եւ Եվրոպան էլ չի գնահատել իդեմս նախորդ իշմը Գերմանիայի կանցլերի Մերկելի այդ ռոմանտիզմը, որը կար Ռուսաստանի հետ համագործակցելու հետ կապ։ Շատ լավ, ես համարում եմ, որ Ռուսաստանը էժան էներգակիրներ վաճառելով Եվրոմիությունը չի կարող քանդել եվրոպական կամ արևմտյան տնտեսությունը։ Ես կարծում եմ, որ դա էժան է։ Այստեղ է Չինաստանը ինչ գներով է պատ։ Հա, 2000-ական։ Չինաստանն ու Հնդկաստանը ներկա պայմաններում ավելի էժան գներով են առնում, դա ճիշտ եք ասում, բայց 2000-ականներին, 2010-ականներին Ռուսաստանը վաճառելով էժան էներգակիրներ Եվրոպային եւ ԱՄՆ-ին չէր կարող քանդել նրանց տնտեսությունը։ Այսինքն այդ երկրներում տեղային տնտեսություն քանդելու մասին չի խոսքը։ Խոսքը հիբրիդային պատերազմների մասին է, խոսքը Ուկրաինայի, որը Եվրոպայի մաս է, հարձակվելու մասին է Ուկրաինայի վրա, խոսքը Վրաստանի վրա հարձակվելն է։ Դա հիմա կարող են չտել այդ։ Ժողովրդավարական հասարակարգերը շատ կախված են տնտեսությունից։ Օրինակ Հյուսիսային Կորեան ինքը կարող է պատերազմի իր մոտ սոված լինեն, բայց ինքը տենց ասի լավ մեռեք ու ռեակցիա չլինի։ Այսօր Ռուսաստանն էլ այդ տեսակ պետություն ցավում է, որ չկա Հյուսիսային Կորեայից շատ տարբերվում։ Չէ, ոչ այդքան շատ, բայց այո, Ռուսաստանն էլ այն Ատրիադի Պուտինը բան իրանք կարող է 5000 ռուբլի ընդհանրապես թոշակ ստանան, բայց իրանք գոհ լինեն այդ իրավիճակից։ Իսկ տարբեր հասարակություն տարբեր է, բայց եվրոպական եւ ամերիկյան հասարակությունը շատ սենսիտիվ է, շատ զգայուն է այդ տնտեսական ռեակցիանի։ Հիմա դուք տեսնում եք հանրապետական կուսակցությունը հաջողության գաղտնիքներ գրավական եւ իր ընտրազանգվածը ինչ ռեակցիա ունեցան իրանց այդ Ուկրաինայի ֆանդինգին։ Իրանց գլխավոր թեզերից մեկն էր, որ պետքա Ուկրաինային որը ուռճացված թվեր էր, որ այդպես որը պոպուլիզմ էր, այո, բայց ես հասարակության ռեակցիան եմ ասում։ Ես հասարակության ռեակցիան եմ ասում, թե ինչ զգայուն են իրանք տնտեսական փոփոխություններին, կամ օրինակ նույն գնաճին եւ այլն եւ օրինակ Ջո Բայդենի այդ անհաջողություններից մեկը ահռելի գնաճն էր, որ իր օրոք կար եւ Թրամփը նաեւ դրա վրա խաղաց։ Չնայած ինքը նույն ուղղությամբ է գնում լիարժեք, Ամերիկայում դեֆիցիտը ավելի աճում, քան Բայդենի օրոք, բայց տնտեսական ֆակտորը որոշակի նյուանս ունի, որ ինքը միշտ ոնց ասեմ, մի քիչ ուշ է գալիս, այսինքն տվյալ նախագահը իր 3-րդ կամ 4-րդ տարվա ընթացքում կարող է մի հատ ինչ-որ բան ընդունի, մի հատ որոշում ընդունի, ու դրա հետևանքները կրի արդեն հաջորդ նախագահը, ինչը լինում է բազմաթիվ անգամներ։
Բայց ես համարում եմ, որ այո, Ռուսաստանը որպես կայսրություն, որպես պետություն ու լուրջ մեծ պետություն, ես չեմ խոսում լավ կամ վատ, լուրջ մեծ պետություն է, ինքը հաշվարկներ անում է, ինքը կույր ագրեսիա չի կարող անել եւ ոչ մի պետություն կույր ագրեսիա չի կարող ասել, որ օրինակ Պեսկովը 2023 թվականի ամռանն էր, եթե չեմ սխալվում, արեց հայտարարություն, որ մեզ համար անսպասելի էր, որ արևմուտքը Ուկրաինայի այս հարձակման, հա, իրենց հարձակման, սֆերոն են ասում իրականում հարձակման եւ ագրեսիայի ժամանակ այդպիսի դիմադրություն ցույց կտա մեկ եւ երկրորդը այդպիսի սանկցիաներով կպատասխանա, միայն սանկցիաների մասին է խոսքը, դե գիտեք, դա ամենածանրը տեխնոլոգիան է, տեխնոլոգիա։ Իսկ Իրանը այսօր տեխնոլոգիապես ավելի զարգացած է, քան Ռուսաստանը։ Իրենք իրենց հաշվարկներում սխալվեցին, բայց իրենք այդ հաշվարկները անում են։ Դե սխալ հաշվարկներ ունեն, այսինքն։ Բոլորն էլ վերջի մեկն է հաղթում։ Դա ինչ նշանակում, որ մյուսների հաշվարկները սխալ են։ Մեծամասնության հաշվարկները սխալ են, որտեվ մեկն է հաղթում։ Մեկ իմպերիան է հաղթում միշտ։ Երկու իմպերիա իրար հետ գոյություն չեն ունենում։ Գերտերություն համաշխարհային։ Դուք միշտ մտածում եք, այսինքն բազմաբևեռ աշխարհի մասին այս խոսակցությունները անում եք համարում։ Ոչ, բազմաբևեռությունից ուրիշ կոնտեքստում եմ նայում։ Կարան regional power-ներ լինեն, ոնց ռեգիոնալ տերություններ։ Օրինակ Օբաման Ռուսաստանին այդպես էր անվանում։ Օրինակ, կամ Թուրքիան, ինչ վատ ռեգիոնալ իմպերիա։ Խնդրեմ, իմ հաջորդ հարցը հենց դա է, հայ-թուրքական հարաբերություններ, սահմանների բացում, կարգավորում, ձեր պատկերացրած մոդելը ինչպես պետք է լինի, ինչ զիջումների գնով պետք է լինի, արդյոք կան կարմիր գծեր էս իմաստով է։ Շատ լավ։ Ես նախ եւ առաջ ենթադրում եմ, որ Թուրքիան չի, այսպես ասեմ, Թուրքիան խոշոր հաշվով ներկապային ոչ մի շահագրգռություն չունի բացելու հայ-թուրքական սահմանը։ Բացելու տնտեսությունները առհասարակ։ Նույնիսկ եթե բացի հնարավոր այնտեղ մեծ տարիֆներ դրվեն, իսկ եթե մի երկիրը տարիֆներ է դնում, դու պետքա պատասխան տարիֆներ դնես, որպեսզի reciprocity-ին փոխադարձություն ապահովես էլի։ Բայց ես չեմ ուզում կանխագուշակություններ անեմ, որտեվ ամեն դեպքում ըստ իս Հայաստանի շահերից բխում է, որ հայ-թուրքական սահմանը բացվի եւ առաջին հերթին տնտեսական առումով։ Ես արդեն միանգամից հասկանում եմ մեր հերոստատիտողների կամ այլ էքսպերտների հակադրությունը այս բանին, մանավանդ պահպանողական թևի, բայց օրինակ այդ թեզերից մեկը որն է, որ թուրքական ներխուժի էքսպանսիա կլինի Հայաստանում հիմնականը։ Չէ, ավելի կոնկրետ մեղադրանքներ կան, որ թուրքական ուրեմն հայ-ռուսական բազան պետք է հեռացվի, կհարցակվի։ Չէ, եկեք մեծ քաղաքականություն մի փոխենք։ Տնտեսություն Թուրքական լոլիկները կլցվեն հայկական շուկաներ եւ Հայաստանը կմնա հայաստանցի արտադրողները կմնան առանց բան ոչինչ։ Այս մոտեցման մի հատ լուրջ թերություն կա։ Իրանք չեն մտածում հայ սպառողների մասին։ Այդ տնտեսական մոտեցման Հայաստանի թերությունն է, որ սպառողի մասին չեն մտածում կենտրոն սպառողը չի, այսինքն։ Հա, չեն մտածում այն 30,000 դրամ թոշակ ստացող տատիկի մասին, որը ավելի էժան կգնի բանջարեղենը այդ դեպքում։ Այո, հայկական գյուղատնտեսությունը կնվազի, կթուլանա, բայց պետքա վերջի հասկանալ, որ մենք երկիր ենք, որտեղ 20%-ից, որի տարածքի 20%-ից ցածրն է պիտանի գյուղատնտեսությանը։ Սա պետքա հիշել։ Օրինակ կան երկրներ, Արգենտինա, Ուրուգվայ, որտեղ այդ տոկոսը 80%, 90% է։ Նույն մերձավոր արևելքում կան այդպիսի երկրներ։ Դրա փոխարեն Հայաստանը, եթե ազատ շուկայի տրամաբանությանը հետևի, մենք կզարգացնենք ատոմնաբուժությունը, IT-ն, տեխնոլոգիաները, կրիպտոն եւ օրինակ մենք շատ էֆեկտիվորեն այդ ոլորտներում կմրցենք Թուրքիայի Թուրքիայի արևելյան շրջանների հետ։ Եվ կհաղթենք այդ մրցակցությունում, բայց գյուղատնտեսությունում չենք հաղթի։ Իսկ տեղյակ եք ինչպես Միացյալ Նահանգները արհեստական բանակցության դեպքում նույն այդ օգոստոս 7-ի հռչակագրերով փոխմբռնան հուշագրերով ներողություն եմ խնդրում, պատրաստվում է ներդրումներ կատարել հենց AI-ի ոլորտում եւ լուրջ Nvidia-ն էլ գիտեք, DigiTech-ում Հայաստանում։ Ես ուրախ կլինեմ, բայց գիտեք ներդրումը դա կոնկրետ գործողություն է։ Ես մի քիչ նայեք, ամբողջ աշխարհում դա չեն կապում երկրների միջև հռչակագրերին կամ ինչ որ համաձայնագրերին։ Ես չգիտեմ մենք ենք մտել այս տեսակի խաղի մեջ։ Սովորաբար եթե ինչպես կարող ենք գրավել, ասենք այդ եթե քո տնտեսությունը ունի մրցունակություն, եթե քո տնտեսությունը ստեղծում է, ոչ թե ստեղծում է, եթե քո տնտեսությունում կան շահավետ պայմաններ, այդ Nvidia-ն էլ կգա, ասեմ ավելին, Apple-ն էլ կգա, Tesla-ն էլ կգան, բոլորն է կգան։
իսկ ներդրումը դա կոնկրետ գործողություն է, կոնկրետ գործողություն է, որ ֆինանսը իրենք ներդնեն։ Ես ի դեպ ուսումնասիրել եմ Nvidia ընկերության երրորդ երամսյակի հաշվետվությունները, որոնք դուրս են եկել օգոստոսի 29-ի, եթե չեմ սխալվում։ Այնտեղ ոչ մի ներդրման մասին խոսք չկար Հայաստանում ներդրում անելու։ Չկար, կարող եք բացել ուսումնասիրել։ Ես ուղղակի այս Digitech Expo-ին մասնակցում եմ վերջերս, օրերս էլ դուք էլ ինձ հետևում եք, պիտի որ տեսած լինեք։ Ես այնտեղ տեսա ընկերությունները արևմուտքից հիմնականում Միացյալ Նահանգներն էր, Միացյալ Թագավորություններ, այնտեղ Չինաստանն էր, հա, բայց ես այնտեղ Ռուսաստան չտեսա, այսինքն Ռուսաստանից ինչ որ տեխնոլոգիաներ ակնկալել եւ սպասել, այս իմաստով կարծում եմ անհետեցություն է, էլի, որ Ռուսաստանը որևէ առծով կարող է օժանդակել։ Ոչ անվտանգությամբ կարող է, ոչ տնտեսությամբ կարող է օժանդակել, ոչ տեխնոլոգիաներով եւ իսկ անվտանգությամբ կարող է օժանդակել, եթե անվտանգությամբ կարող է օժանդակել այն պետությունները, ովքեր որ Հայաստանին համարում են գոնե թե դաշնակից, այլ ոչ թե Հայաստանի թշնամիներին են համարում դաշնակից։ Շատ լավ, որ պետությունը։ Չկան այդպիսի պետություններ, դուք ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից, Հայաստանն էլ Ռուսաստանին է համարում դաշնակից ներկա կառավարությունը, այդ հարաբերություններում կա լրջագույն կրիզիս, այդ հարաբերություններում կան կուլիսային շատ վատ խաղեր, բայց հիմա դաշնակիցն է։ Մենք ունենք պայմանագիր։ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանն է եւ դրա մասին 2020 Իսկ Ադրբեջանը ում ռազմավարական դաշնակիցը չի։ Ում Միացյալ Նահանգների։ Շատ կներեք։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի օգոստոսի 8-ին հանվեց այն արգելքը, որով շատ զինատեսակներ ԱՄՆ-ն կարող է մատակարարել Ադրբեջան։ Դեռ այս ընթացիկ տարվան է հանվել ամբողջական օրենքը չկա, դա կոնգրեսի կողմից պարտադիր պետք է ընդունում ունենա եւ կոնգրեսում ով ունի մեծամասնություն։ Կոնգրեսում ունի հանրապետը, բայց նույն հանրապետական կուսակցությունից հիմա այս կոնգրեսականների անուններ տան, որ լրիվ հակառակ գծի մեջ են ու միացել են դեմոկրատների Մայքլ Լոլերից, Քրիս Սմիթից սկսած եւ գուշակություններ չանենք ապա։ Չէ, գուշակություն դե այդ կոնգրեսակ որոշում չկա։ Ադրբեջանը ռեգիոնում Թուրքիայի դաշնակիցների մոտիկա գույն դաշնակիցն է Իսրայելի եւ Թուրքիայի։ Մենք գիտենք թե Ադրբեջանը, օրինակ նույն իսրայելական ինչ զինատեսակներ է գնում եւ հաջողությամբ նա կիրառեց դա։ Իսկ ռուսական ինչ զինատեսակներ գնում տարիներ շարունակ 5 միլիարդի կոնտրակտները մոռանում են։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը ու Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ չունեն։ Փոստը թղթավորված է, չէ՞։ Այո, բայց դա մեր թերությունն է։ Դա մեր թերությունն է։ Ես դա այն բանի պատճառն է, որ մենք արդեն մոտ 25-30 տարի չենք վարում ուժի եւ շահի վրա հիմնված արտաքին քաղաքականություն։ Մենք կամ տրվում ենք միաբևեռությանը, որը անշուշտ վնասակար է բոլոր, գիտեք, տենց խոսք կա ներդրումային ոլորտում, բոլոր ձվերը մի դիր նույն արկղի մեջ։ Բայց ներդրումային ոլորտում, եթե դու այդպես էլ անես, հնարավոր է մեկ-մեկ ճիշտ դուրս գաս աշխարհակաղակության մեջ, ես համարում եմ, որ չի կարելի։ Դիվերսիֆիկացիա միշտ պետք է լինել։ Ներկա իշխանությունն էլ անընդհատ խոսում է դրա մասին, բայց մենք դեռ ինչ-որ տենց գործողություն չենք տեսել, նախկին իշխանությունները առավել եւս, իսկ ուժի եւ շահի վրա հիմնված քաղաքականություն վարելու մասին ես առհասարակ չեմ խոսում։ Նման բան Հայաստանում գոյություն չունի։ Շատ լավ, Վաչե ջան, շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցել։ Ես կարծում եմ առաջիկայում իմ հյուրը դարձյալ կլինեք, հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր վերլուծաբան Վաչե Թամրազյանը։ Շնորհակալություն։